Աստված ինձ մի ճամփատուր Խնդրում եմ քեզ աղեկտուր Սեր ու կարոտի ժամանակ արմուշի սրտիկը կրծքի այդ ում մտքի թռիչքներ Մաշա ջան Ես գործ չունեմ ինչ կատարվում է իր մարմնի հետ Ախ մենք Լեննականից ենք Այո Գյումրեցիները կհավաքվեն, այս հաղորդման տակ վատ կոմենտներ կգրեն քո մասին։ Միևնույն է ձեզ անչափ սիրում եմ։ Ճիշտ է, որ Ավստրալիայում օրը գոնե մեկ անգամ հանդիպում են էակներ, որոնք ուզում են սպանել քեզ։ Մի րոպե։ Ինչ վերաբերվում է արմուշին, եղան մի քանի քննարկում են Գյումրիից Երևան, Երևանից Ավստրալիա, Ավստրալիայից հիմա 2 աստղ ու ուղիղ մեր տաղավար։ Թիվ թվաբանություն ենք խաղալու այսօր Մաշա Մնջոյանի հետ։ Մաշա ջան, ողջույն։ Ողջույն, շատ ուրախ եմ, որ ձեր տաղավարում եմ եւ շատ ուրախ եմ, որ այսպիսի գեղեցիկ հաղորդումներ գոյություն ունեն առհասարակ։ Մենք էլ շատ ուրախ ենք, որ դու նախ Հայաստանում ես եւ երկրորդ բնականաբար մեր տաղավարում ես, ու այսօր առիթ կունենանք երգելու, պարելու, զրուցելու եւ խաղալու։ Անկամ պարելու։ Պարելը դե տեղում, սիրողական։ Okay. Խաղ ենք խաղալու, ռոբոտիկն է այստեղ մեզ հետ, արհեստական բանականությամբ է օժտված, մեզ հարցեր է տալու, այդ հարցերը ենթադրում են թվային պատասխաններ, մենք փորձելու ենք գուշակել հարցերի պատասխանները։ Թվերից ես բոլորը գիտեն իմ մտերիմները անսահման ուժեղ եմ։ Ինչպես ես։ Երևի։ Դե ոչինչ, երկուսս էլ հումանիտար ենք ինձ թվում է, այնպես որ գուշակություններ ենք անելու, այնպես որ թվերը այնքան էլ մեզ չեն խանգարում։ Գնացինք։ Քանի հայ է ապրում Ավստրալիայում։ Գիտելիքներից ենք ստուգում։ Դու գիտեք այս հարցի պատասխաններն արդեն։ Ոչ, միասին գուշակում ենք։ Google չեք արել, ChatGPT չեք արել։ Չէ։ Ռոբոտիկն է կազմել հարցերը, հաշվի առնելով։ Շատ բացահայտ է գրում, որ հանգիստ արտագրեմ։ Տեսա արդեն մի րոպե ամենամեծ համայնքը հայկական Ռուսաստանում է, ես ինչքան գիտեմ, ամենափոքրը, եթե չեմ սխալվում, Չինաստանում, այդ երկուսը լավ հիշում եմ։ Չինաստանում չնայած այս վերջին շրջանում այնքան ենք լսում, որ հայերը տեղափոխվում են եւ գործնական նպատակներով եւ զուտ ուղակի հավեսի համար։ Այդ իսկ պատճառով չեմ կարող հստակ ասել արդյոք ամենակիչն է Չինաստանում Բայց Ավստրալիայում բնակվող հայերի թիվը հստակ գիտեք։ Ոչ, էլի հստակ չգիտեմ, բայց իմ հիշողությամբ գրել ենք, պատրաստ ենք 3-2-1 պտտում ենք 30-ից 35,000 եւ 40,000 իմ կարծիքով։ Լսենք ճիշտ պատասխանը։ Լսենք, սիրելի ռոբոտ։ Ներկայումս Ավստրալիայում բնակվում է շուրջ 60,000 հայ։ Բան 30-ն է դուր են, որ ես երբեք իրոք չեմ լսել։ Չէ, իրականում տեսեք, հայ համայնքը Ավստրալիայում շատ ջերմ են եւ շատ տարբերվում են մնացած համայնքներից։ Ես չեմ կարող ինչ որ չափ վատաբանել կամ տարբերություններ դնել լավ եւ առումով, բայց իմ այլ երկրներում եղած եւ տեսած համայնքները, ճիշտ է, ես մի քանի օրով եմ իրենց հետ շփվել, բոլորը միշտ ջերմ են, բայց ապրել եմ Ավստրալիայում արդեն 6 տարի եւ ավելի մոտ եմ ճանաչում բոլորին եւ հասկացա թե ինչքան սիրով, կարոտով եւ տենչանքով լցված են Հայաստանի նկատմամբ, առհասարակ մշակույթի, ինչքան են սիրում Հայաստանը, չնայած որ ապրում են ամենահեռու կետում այս աշխարհի։ Ինչքան հեռու են, այդքան կարոտը եւ այդքան մեծ է։ Այո, եւ համերգների բերումով շատ հայերի անձամբ ճանաչում եմ եւ տեսել եմ եւ ծանոթացել եմ ինչու ոչ Այն 35,000-ին վստահ չեմ տեսել, ակտիվ 5-ից 10,000-ին հաստատ տեսել եմ տարբեր առիթներին, բայց այ չգիտեի որ 60,000 ունենք։ Ուրեմն բավականին մեծ համայնք ունենք Ավստրալիայում։ Միգուցե են ամենավաղ ժամանակվա գնացածներն ովքեր երևի իրանք չեն հիշում որ հայ են, չգիտեմ։ Հա, կան նաև այդպիսիք բնականաբար, ամեն դեպքում մոտավոր այսպիսի թիվ է եւ ես առաջ եմ անցնում Ավստրալիայում բնակվող սիրելի Մաշա ջան։ Առաջացնենք, էլի Ավստրալիայի մասին է։ Ոչ, հիմա մի քիչ ուղղակի ուզում եմ Ավստրալիայից զրուցենք, որովհետեւ ամեն դեպքում մեզ բավականին հեռու եւ մի քիչ էլ էկզոտիկ թվացող երկրում ես ապրում։ Ճիշտ է, որ Ավստրալիայում օրը գոնե մեկ անգամ հանդիպում են էակներ, որոնք ուզում են սպանել քեզ։ Միգուցե, բայց քաղաքից ավելի հեռու։ Ես չեմ հանդիպել, որովհետև շատ ապրում ենք քաղաքին մոտ, չնայած եւ բնությունն էլ միշտ քեզ անբաժան է,
շատ գեղեցիկ բնություն ունի, ծովափերը, որտեղ եւ բնության մեջ եւ ծովերում կան գիշատիչների։ Քեզ հետ չեն պատահել այդ գիշատիչները։ Ոչ։ Փառքաստը ոչ։ 6 տարում եթե չեն պատահել, ուրեմն լուրջ ձեռքը բերում է։ Բայց վախկոտ ես միջատներից։ Ահա չեմ սիրում։ Ոչ թե վախենում եմ, այլ զզվանք է ինձ մոտ առաջանում, հատկապես համիջատներից։ Եվ հա, շատ ուրախ եմ, որ դեռ չի պատահել այնպիսի դեպք, որից ես սարսափեմ։ Մագիստրատուրան ավարտեցիր եւ դասավանդում էիր, եթե ես չեմ սխալվում։ Այո, մագիստրատուրան նաեւ ես Հայաստանում եմ ավարտել Երևանի Պետական կոնսերվատորիայում ես բակալավր եւ մագիստրատուրա ավարտել եմ ջազ վոկալ բաժնում, բայց եւս մեկ անգամ Ավստրալիայում այո ավարտեցի մագիստրատուրա երաժշտական ինստիտուտում, բայց այս անգամ կոմպոզիցիա բաժնում։ Գիտեմ դժվարությամբ փոխել էիր, չէ՞, բաժինը սկզբից, որովհետեւ երգի վոկալի բաժնում էիր, հետո շատ ճիշտ եք։ Սկզբից երգիղությամբ էր, բայց հետո մտածեցինք, որ ավելի հետաքրքիր կլինի մի այլ ուղղությամբ զարգանալ, քանի որ արդեն Հայաստանում ես ինչ պետք էր ստացել։ Իսկ հիմա ինչ ես դասավանդում։ Վոկալ եմ դասավանդում եւ նաեւ եղան շատ երկարատև շրջաններ, երբ Ավստրալիայում ես դասավանդում էի նաեւ դպրոցներում, public դպրոցներում, որտեղ շատ աշակերտների հետ եմ աշխատել։ Միայն հայ համայնքում չէ, ոչ։ Դպրոցներումը բացարձակ հայ համայնքները չէին, դա ավստրալական հանրակրթական դպրոցներն էին, որտեղ այո, բազմիցս դասընթացներ էին անցկացվում դպրոցից դուրս, բայց դպրոցում հենց երաժշտական, դաշնամուրի եւ քանի որ երգը ինձանից անբաժան է, ես էլ փորձում եի նաեւ կիսվել իմ երաժշտական եւ երգեցողական գիտելիքներով հենց երեխաների հետ, որոնք շատ սիրում էին հենց։ Իսկ ավստրալացի երեխաներին հայերեն երգեր սովորացրել ես։ Հայերեն երգեր դեռ չէ, բայց ամեն ինչ դեռ առջևում է։ Ընտիր, իսկ ապագատ այնտեղ ես պատկերացնում, թե ամեն դեպքում կվերադառնաս հայրենիք, կամ կարող է ամուսնանաս, մնաս Ավստրալիայում էլ բնակվես, հարց ուղարկենք քեզ։ Ինչ իմանանք, կյանքը այնպիսի բան է, որ չի շղթում, ուրեմն մի բան կա։ Ոչինչ ես այս կյանքում չեմ շղթում։ 1-0 է հաշիվը, հոգուտ ինձ, իդեպ։ Էնպես որ ուժերդ հավաքիր, այդքան մրցույթներ հաղթած մարդ ես։ Այստեղ էլ ինձ հաղթիր, նոր գնա։ Գնում ենք երկրորդ փուլ, լսում ենք երկրորդ հարցը։ Քանի լեզվով է կատարվել ամենաշատ թարգմանված երգը։ Իսկ ո՞րն է ամենաշատ թարգմանված երգը, սկսենք այդտեղից։ Երևի չի ասում, որ շուտ գլխի չընկնենք։ Ամենաշատ թարգմանված երգը, ամենահայտնի երգը, որ տարբեր լեզուներով լսել ես, ո՞րն է։ Գիտեք ինչ, օրինակ երբևիցե չի մտածել այդ ուղղությամբ, որն ամենաշատ թարգմանված երգը, բայց քանի որ շատ մտերիմ եմ Արա Գևորգյանի հետ, ստեղծագործություն ունի Արա Գևորգյանը, որը թարգմանել է, կարծեմ 20 լեզվից ավել, առաջինը դա իմ մտքին եկավ, կարծեմ գիտեմ, որ երգի մասին է խոսքը, Ադանան։ Ադանան շատ լեզուներով է թարգմանվել, դա հստակ եմ հիշում, բայց կարծում եմ, որ համաշխարհային ինչ որ այլ թվում է մեր ընկերը այդ հարցը հաշվի առած չի լինի։ Լրիվ ուրիշ երգի մասին է խոսում։ Իմ կարծիքով։ Եվ հավանաբար ավելի մեծ թվի մասին է խոսքը։ Չգիտեմ։ Պատտենք։ Ես շատ ճոխ եմ։ Հենց 180։ Պատտենք։ 102 Մաշայի կարծիքով, իմ կարծիքով 50։ Ես սիրելի ուզում եմ լսել շտապ։ Աշխարհում ամենաշատ թարգմանված երգը համարվում է Միշել Թելոյի I Say You Beg-ն, այն թողարկվել է 2011 թվականին եւ թարգմանվել է 131 լեզվով։ Շատ մոտ է։ I Say You Beg, այդ երգի մասին է խոսքը։ Կարևորը հաշիվը հավասարեցրել ես ամեն դեպքում։ 1-1, ինչպես ստացվեց, որ հայտնվեցիր երկու աստղում էնել Արմուշի հետ։ Արմուշին էլ դարձրիր երգիչ։ Ավստրալիայում էի, երբ ստացա նամակ երաժշտական թիմի կողմից, հեռուստաընկերության, ինչը ինձ շատ ուրախացրեց, որովհետև այս տարիների ընթացքում շատ հեռուստանախագծեր եղան եւ ինչ-ինչ պատճառներով չկարողացա մասնակցել կամ չհասցրեցի եւ այլն, բայց այս անգամ երբ արդեն իմ ճամփորդության պլանի մեջ մտնում էր ինչու ոչ Հայաստան գալնել մի փոքր ժամանակով, երբ հրավերը ստացա, արդեն պարզ էր, որ
մի քիչ ավելի երկար եմ մնալու, որտեվ պատրաստական փուլեր կային մինչև անգամ առաջին նկարահանումները եւ ոգևորությունս էլ շատ էր, էլ չմտածեցի ոչ մի բանի մասին, միանգամից համաձայնեցի։ Իսկ ինչ վերաբերվում է Արմուշին, եղան մի քանի քննարկումներ, ճիշտ ասած առաջինը հենց Արմուշի անունը չեմ լսել իրենց կողմից, այսինքն տարբեր անուններ հնչեցին, հետո մի քանի օր անցավ, հետո ասացին, իսկ կարող է Արմուշը, ասացի, այո, իհարկե, իսկ Արմուշն էստեղ է, որովհետև գիտեի, որ ինքն էլ երկրում չէ, բայց այնպես ստացվեց, որ հա, հենց պատասխանից հետո միանգամից մենք Zoom meeting արեցինք ու երկու կողմն էլ համաձայն էին։ Իրար ասացիք, այո, իսկ հաշտ է եւ հարթ է ընթանում։ Իրականում չէի պատկերացնում, բայց այնքան հեշտ է աշխատել Արմուշի հետ, չնայած որ շատ պահանջկոտ է, շատ պրոֆեսիոնալ է մոտենում ամեն ինչին, որը նաև ես եմ անում, որովհետև այս պարագայում երկիչը ես եմ, պատասխանատվությունը շատ կա, եթե իմ կարիքը կա օգնության, ես միշտ պետք է օգնեմ, կողքին լինեմ եւ այլն, բայց որպես տղամարդ, որպես ոչ երկիչ, որը շատ ավելի լավ է երգում այս դարում շատ բազմաթիվ երկիչներից, շատ լուրջ է ամեն ինչին մոտենում, բայց միևնույն ժամանակ շատ թեթև է իր հետ անցնում այս process-ը, ամեն դեպքում ինձ համար։ Հերոստադիտողի աչքով էլ որ նայում ենք, շատ սիրուն են ձեր դուետները, ձեր կատարումները, երգերի ընտրությունը, սեր ու կարոտի ժամանակ Արմուշի սրտիկը կրծքի այդ ում մտքի թռիչքներ Մաշա ջան։ Վստահ իմը չէր։ Ես գործ չունեմ ինչ կատարվում է իր մարմնի հետ, այնպես որ այդ ինքն էր որոշել, որ այդպես գրոտեսկային ինչ որ ծիծաղելու բան կլինի, բայց չափի մեջ, որ եւ ոչ շատ զզվելի լիներ։ Չգիտեմ, հույս ունեմ, որ հա բոլորի մոտ այն ինչ որ այն մտադրությամբ որը որ մենք սկսում ենք բեմադրել կամ չգիտեմ մեր մտքերը փոխանցել բեմադրիչներին եւ պարուսույցներին, խորեոգրաֆներին, հուսով եմ որ հանդիսատեսը հենց այդպես էլ ընդունում է, այսինքն չկա չափից դուրս ենք անցել, չափն անցել ենք, այդպիսի բաներ հուսով ենք չի լինում, որտեվ մենք երկար մտածում ենք ամեն մի փուճուր դետալի վրա։ Երբեմն տեսնում եմ գրում են որ իբր հումորային եք շատ սարքել, արդյոք արժեր այս լուրջ եւ ռոմանտիկ երգը սարքել հումորային։ Ուզում եմ ասել ժողովուրդ, Արմուշը ինքը արդեն հումորի աշխարհից է գալիս, այսինքն եթե ես շատ ուրախ եմ որ Արմուշն է հենց իմ զուգընկերը այս նախագծի մեջ, բայց օրինակ եթե լիներ ինչ որ մեկ այլ մասնագիտության տեր մարդ, ես վստահ եմ որ մենք կշարունակենք կամ կստեղծենք մեր կերպարները ըստ այդ մարդու կերպարի, բայց քանի որ Արմուշն է, բայց եթե այդ մարդու դեմքին նայում ես միմիկան արդեն ծիծաղելի է, այնքան ափսոս կլինի որ մենք ամեն ինչին շատ լուրջ վերաբերվենք եւ համեմատելով մնացած զույգերի հետ էլ արդեն ձեզ ինձ թվում է շատ པարզ կլինի որ այս զույգն էլ անում է այս ուղղությունը, որովհետեւ իրենց ավելի համապատասխան է դա, բայց մեզ Ես էլ հումորի քաղաքից որպես եկած, ես իդեպ ուզում եմ ասել, որ ակնհայտ տարբերվում է Մաշան նախկինում եւ Մաշան արդեն երկու աստղում, ես չգիտեմ գուցե սա երկու աստղի ֆենոմենը չէ, այլ քո փորձառության, տարիքի, Ավստրալիայում ապրելու, բայց այն Մաշային, որ ես տեսնում եմ երկու աստղում, ուղղակի ինձ զարմացնում է, հիացնում է եւ վերջապես գյումրեցի մասն է հիացնում, ես դες պատասխանը տամ։ Շատ հումորով ես, շատ ազատ ես, անկաշկանդ ես ու այդ գյումրեցու, այդ լեննագանցու հումորը ժեստերի մեջ, ամեն ինչի մեջ երևում է, անկեղծ եմ ասում, այնքան դրական էներգիա է գալիս։ Ես էլ եմ շատ ուրախ, որ հանդիսատեսը ինձ ամենասկզբից էլ ասում էի Արմուշին, Արմուշ, խնդրում եմ, կարող ենք այնպիսի բաներ անել հարցազրույցների ընթացքում կամ համարների ընթացքում, որ այդ այս Մաշան մի քիչ ուրիշ ձևել երևա, որովհետև ես վստահ կյանքում ավելի թեթև եմ, ավելի հումորով եմ, բայց մարդիկ ինձ այնքան լուրջ են պատկերացնում բեմից այն կողմ, եւ հա շատ ուրախ եմ, որ նաեւ այդ կողմով հենց երկու աստղը հնարավորություն տվեց, որ ես ինքս ինձ բացահայտեմ եւ շատերն են իրենց բացահայտում իդեպ։ Մեկ հավասար հաշվով եւ հաճելի զրույցի ուղեկցությամբ շարունակում ենք խաղը, լսում ենք երրորդ հարցը։ Որ երգն է ամենաշատը cover արվել եւ քանի անգամ։ Որ երգը կարծեմ ես կկարողանամ ասել։ Եթե անգամ ամենաշատ cover արածը չէ, բայց այդ շարքում ինքը հաստատ իր բարձր հորիզոնականը ունի։ Որ երգն է, երգը կարող ես ասել։ I will always love you երգը երևի կլինի։ Հավանական է։ Որովհետեւ ես ինչ ծնվել եմ 30 տարի այդ երգը տարբեր մարդկանց կատարմամբ լսում եմ։ Ընդհուպ ես միգուցե աբսուրդի ժանրի շատ մեծ թիվ եմ գրել ես։ Տեսա ես։ Պատտեք։
Տեսա, այդ իմ երազանքների թիվն է, բայց գումարի տեսքով ինչ Ես քեզ իսորտե մաղթում եմ, նույնիսկ եվրո։ Իսորտե մաղթում եմ, որ դա կատարվի։ Իմ կարծիքով 1 միլիոն անգամ, իսկ Մաշայի կարծիքով փոքր թիվ 13000։ Լսենք։ Ամենաշատը cover է արվել Beatles-ի Yesterday երգը 2200 անգամ։ Դե լավ։ Ավելի մոտ է։ Ես չգիտեմ ինչ հաշվարկներ անում։ Ով է անում ձեր հաշվարկը։ Դուք չեք ոնց որ պատասխանատու։ Չէ։ Ռոբոտն է անում մեր հաշվարկները։ Ես ռոբոտին ես չէ։ Հերիք չի հարցերը երաշտական են բոլորը քո ոլորտից են։ Մի բան էլ ինձ գցում եք նեղ դրության մեջ։ Ամեն ծանոթով ես կյանքում։ Հա, խառնել ես ծանոթներ ես խառնել նոր ես եկել Մաշա ջան։ Ով էլ խոսի, ծանոթով երբևէ գործ դասավորած կաս քո Կյանքում։ Շատ անարդար է այս կյանքը։ Երբեք չէ։ Եթե անգամ ինչ-որ մի տեղ էլ ծանոթ ունեմ, ամենալուր անկյունով եմ ասում, որպեսզի հանկարծ կասկածներ չլինեն, բայց ծանոթ չեմ ունեցել ոչ մի ոլորտում դեռ։ Էդ էլ մեր բախտը, ինչ ասեմ։ Դե ոչ, ինքնուրույն ես այս կամպանի հասել։ Ինքնուրույն իմ ընտանիքի եւ հարազատ մարդկանց Այո, հետ շնորհիվ միասին։ եւ օգնությամբ։ Այո։ Հիմա քեզ փորձությունների պիտի ենթարկեմ։ Cover-ներից խոսեցինք։ Դու էլ դե cover-ներ արել ես ու սիրուն հետաքրքիր cover-ներ ունես։ Ես ուզում եմ 3 cover անենք 3 տարբեր լեզվով։ Դու ընտրիր երգերը, որոնք ես ուզում։ Եվ մի քիչ փոփոխած, մի քիչ նորովի ինչ որ հատված կատարիր մեզ համար։ Լեզուների բաներ ունենք, Չէ, ընտրություններ ունենք։ ընտրում ես դու, քո նախընտրությամբ։ Սկսենք ֆրանսերենից, սկսենք Շարլից, որը բազմիցս առիթ եմ ունեցել լսելու, ինչու՞ չէ նաև կատարելու, որը եթե կարողանամ շարունակել այս երգը։ Hier encore, je vais entendre, je caressais le temps, incroyable la vie, տեսեք չեմ հիշում բացարձակապես։ Hier encore-ը բայց ասեցի, վերնագիրներ, բայց կարող եմ նաև ուրիշ երգ եկել։ Մի րոպե։ Լավ, հիշեցի։ Une vie d'amour que l'on s'était juré et que le temps a désarticulé jour après jour blesse mes pensées car un ormou la վերջացավ դե Դու միայն լա լա մենք կլսենք սիրով Вечная, այս երկրորդ լեզու հաշվում ենք։ Այո, չէ, չենք հաշվում։ Այս մի երկի տակ մի անցկացրու բոլորը։ Ուզում եք քեզ երկար լսել։ Լավ, եկեք երկրորդ երգ հիշում, որի բառերը գոնե մի քառատող կկարողանամ հիշել։ Կարող ես հայերեն, ռուսերեն, քո երկած երկերից անգլերեն։ Անգլերենից եկեք, քանի որ հիշատակեցինք լուսահոգի Whitney Houston-ին։ Եկեք իր երկերից երկենք։ Գնացինք սիրով։ Share my life, take me for what I am, 'cause I'll never change all my colors for you. I don't really need to look very much further. I don't wanna have to go where you don't follow. I will hold it back again. This passion inside can run from myself. There's nowhere to hide. Don't make me close. I don't know. I don't wanna hold anymore. Bravo. Եսուս, բայց ասեմ, գիտեք ինչն է հետաքրքիր, շնորհակալ եմ շատ, շնորհակալություն։ Հետաքրքիրն այն է, որ երբ որ մի երգ դու երկար ժամանակ երգել ես եւ լայվ բենդով եւ երաժշտական գործիքավորմամբ, ակապելա երգելուց բառերը ուղակի մոռանում ես։ Կամ եթե ինձ որ դպրոցում ասում էին այսինչ երգը կարող ես, որովհետև բանաստեղծության հիման վրա էր գրվում, ես միշտ իմ լիտերատուրայի դասերին երգով էի ներկայացնում, բայց շատ վառ հիշում եմ Կատյուշա երգը Расцветали яблони и круши, поплыли туманы над рекой, выходила на берег Катюша, на высокий берег, на крутой։ Այդ ստեղծագործությունը հիմա չեմ հիշում ով էր գրել, ներող թող լինեն բոլոր մեր դիտորդները։
Ես միշտ երգով էի պատասխանում եւ իմ 5-երը վաստակում էի երգով։ Բայց հետո որ ինձ հարցում էին, դե հիմա, ահա, արտասանի, ես ասում եմ Расцветали я ու մոռանում ես ինչի մասին է խոսքը, որտեղ երգով շատ ավելի հեշտ է սովորում։ Քոնը երգն է, բայց բացի այդ դու հիշողության հետ ինչ որ խնդիրներ ունես, ես քո հարցազրույցներից հասկացա։ Ինձ էլ էր թվում, բայց դուք տեսաք, ես վերջերս մի հատ հաղորդում եղավ Գրիգի հետ, որտեղ ես հաղթեցի զարմանս ինձ հիշողության մասին էր այդ հաղորդումը, բայց ես հաղթեցի։ Ու վերջում էլ ասացի, դե ձեզ միայն թվում է, որ դուք սկլերոզ ունեք, դուք չունեք։ Ինձ թվում էր, որ ես խնդիր ունեմ։ Ապա կենտրոնացում է ուղղակի երբեմն լինում է։ Համ էլ ինձ երբ ձեռք է տալիս, ես ասում եմ հիշողության խնդիր ունեմ։ Խորամանկ աղջիկ է, խորամանկ։ Մաշ, բայց մի ծրի է։ Որը երրորդը չի երկից։ Расцветали, բայց երրորդը չէ։ Հատ էլ հայերեն երկի, մեր մայրենի լեզվով չես երկում։ Մենք sense բարձր նոտաներ ունենք, ասես նստած փշոքաղով ենք։ Այսքան մարդու առաջ։ Կրունկ ուստիկ ու գազ ծարայեմ ձայնիդ կրունկ մեր աշխարհեն խաբրիկ Շքեղ ձայն շատ սիրուն կատարում ու ամեն անգամ փշաքաղվում եմ։ Շնորհակալություն։ Ապրես, այս փորձությունը անցար պատվով։ Ամենադժվարն էր։ Չէ։ 2-1 էր հաշիվը։ 3-0 չէր։ Այն մի միավորն էլ է ուզում ձեռքից տանի։ Քեզ լինի, 3-0 թող լինի, դու ես հյուրը։ 2-1 հաշվով, Մաշա ջան, շարունակում ենք։ Չեղավ այսինքն։ Գնացինք, լսում ենք մյուս հարցը։ Որ երկն ունի ամենաշատ բառերը եւ քանի բառ է այն պարունակում։ Պետքա ռեփ լինի։ Այո, ես էլ եմ ուզում ասել։ Երգ է, դա կոչվում, երգ է, ճիշտ է կոչվում։ Երգ է։ Եթե հաշվենք, որ սովորական միջին միջակագրական երգը քանի բառ է ունի մաքսիմում 8 տող կուպլետ եւ 4 տողանի պրիպեվ, անգամ 2 եւ հետո բառերի քանակը, որը բարդացնում է վերաշխատանքը, բայց ինչ վերաբերվում է ամենաշատ բառ ունեցող երգը, որը ես նորից կարծում եմ, որ ամեն դեպքում մի քիչ էլ տևողությունն է երկար լինելու, եթե ամենաշատ բառերն են, ասենք սովորական 3 րոպեանոց երգ չի լինելու։ Պատտենք 700 բառ եւ 511 բառ իմ կարծիքով։ Լսենք։ Ամենաշատ բառերով երգը համարվում է La Catedran, որը կատարել է պուերտորիկացի рэփեր Residenten։ Այն պարունակում է 1900 բառ։ Ինչ են ասել, անդադար 1-ից 10 են հաշվել, 1-ից 10-ը։ Տևել տեսնես այդ երգի տևողությունը։ Դե նախ ասեմ, որ ռեպի տեմպը անհամեմատելի արագ է, քան սովորական երգը, կա հնարավոր է եւ 4 րոպեում ինքը այդ ամեն ինչը հասցրած լինի ասի։ Հատկապես որ բառերի կեսը այնպես են կուլ տալիս, չես էլ հասկանում այդ ինչ բառ ասած։ Ինչ անենք, շնորհավորենք պորտուերիկացի մեր рэպեր եղբորը։ Եվ քեզ շնորհավորենք, որովհետև կրկին դու էիր մոտ ճիշտ պատասխանը։ Շնորհակալ եմ։ Այսպիսով հաշիվը դառնում է 3-1, արդեն ահռելի տարբերություն է մեր հաշվի մեջ, այնպես որ հաղթանակը արդեն քոնն է, արդեն բայց էլի լինելու են հարցեր։ Մի հարց էլ կա, դեռ կարող եմ մի քիչ պակասեցնել տարբերությունը։ Մաշ, բարբառը հիշես կմեր։ Այո։ Հələ խոսա քիչ եմ։ Հա որ։ Հա։ Դուք որտեղից եք։ Լեննականից եմ։ Ախ, մենք Լեննականից ենք։ Այո։ Ես հիշեմ մեր տարբերությունը քիչ ատում է մեր բառը։ Չեմ ատում, անչափ սիրում եմ, բայց էլի նշել եմ, որ իմ կարծիքով հանրային երբ աղջիկը խոսում է, իմ կարծիքով այդքանն էլ համով չի, ինչքան որ տղաներն են խոսում։ Այո, բայց իհարկե ես անսահման սիրում եմ մեր բարբառը, մեր կոլորիտը, ինչ մասին է խոսքը։ Գյումրեցիները կհավաքվեն, այս հաղորդման տակ վատ կոմենտներ կգրեն քո մասին։
միևնույնն է ձեզ անչափ սիրում են։ Սրտիկներ բոլոր գրողներին, վատ եւ լավ։ Այս հարցը էլի են շատ տալիս քեզ, բայց ինձ էլ է շատ հետաքրքիր, երբ ենք մենք տեսնելու Մաշայի տեսահոլովակները եւ մեր playlist-ներում ներառելու Մաշայի անձնական երգերը։ Այ հենց այն քո առաջին պատասխանի չափով ես եվրոյի տեսքով ունենամ, ես առաջին տեսահոլովակներ երկներ։ Փնտրում ենք հովանավորներ։ Մարդիկ պատկերացնում են ինչքան երկարատև, ինչքան ծավալուն եւ լուրջ աշխատանք է, երբ որ մարդ ով լուրջ է վերաբերվում իր աշխատանքին, ուզում է երգ թողարկել, ուզում է տեսահոլովակ ունենալ, ուղղակի այդպես միանգամյա օգտագործման ենթակա երգեր չենք ուզում անել, նույն կերպ էլ այդ վիդեո շարքերը։ Դրա համար իմ դեպքում հատկապես շատ երկար է տևում, որովհետև ես ուզում եմ շատ լավ լինի, ես ուզում եմ շատ տարբերվող լինի, իսկ դրա համար շատ ռեսուրսներ են պետք, իհարկե ներդրում է պետք, հուսով եմ հասկանում է մեր հանդիսատեսը այդ մասին։ Դրա համար երկարում է այս process-ը, բայց ես ինքս ինձ խոստացել եմ, որ այլևս չեմ մտածելու երկար մի բանի շուրջ, եթե ինչ-որ մի երգ լինի, որը ես շատ անսահման սիրում եմ եւ հավանում եմ եւ պատրաստ եմ կիսել ձեզ հետ, ավելի կարագացնեմ այդ process-ը եւ հուսով եմ այս երկու աստղն էլ ինձ մոտիվացնող խթան կհանդիսանա, որպեսզի ես մի քանի աշխատանք ներկայացնեմ այս ընթացքում։ Մենք շատ ենք ուզում տեսնել այդ աշխատանքները եւ սիրով սպասում ենք։ Եթե ինչ-որ մեկը նայում է եւ ունեն շատ գեղեցիկ ստեղծագործություններ, հաշվի առնելով իմ տվյալները եւ ճաշակը, որովհետեւ տարիներ շարունակ անգամ cover-ներով հաստատ զգացել եք, թե ինչ երաժշտություն եմ ես սիրում եւ ինչպիսի մատերիալներ եմ ես սիրում, եթե ինչ-որ մեկը ունի ստեղծագործություն, ես մեծ սիրով կլսեմ բոլոր այն մարդկանց, ովքեր գրել, պահել են իրենց դարակներում եւ երբեք առիթ չի եղել, որպեսզի մեկը լսի անգամ։ Դուք մի վախեցեք քննադատություններից, անպայման կապ հաստատեք Մաշայի հետ, ներկայացրեք, ինքն էլ գուցե իսկապես կընտրի հենց ձեր գրած երգը։ Մոշ, այն cover-ը մի հատ երգի էլի։ Որը։ Այն բանը Սպիտակցի Հայկոյի երգներ, բայց չեմ հիշում որներ։ Հաստատ։ Հա, ինչու ոչ։ Կյանքի հատվող ուղիներում, հանդիպակաց ուղիներում, իմ սերն եմ ես որոնում, ուր կամինել, ուր պաչում, կամի մի պչիր կրակին, տես որ թոշնել է իմ հոգին, բարձր տոն եմ վերցրել, Աստված ինձ մի ճամփատուր, խնդրում եմ քեզ աղեկը տուր, բախտից դռները մի փակիր, ես մի երգի չեմ տարակին, իմ սերն եմ պատմում աշխարհին, վաղուց չեմ տեսել իմ յարին։ Ես անverջ պատրաստ եմ ծափ տալ։ Մաշա պրեսա, կլինի սենց ես նստեմ, դու երգես, մենք վայելենք։ Իդեպ այս երգը իմ YouTube տեղադրած երգերից ամենաշատ դիտողականությունն ունի։ Բնականաբար, որի համար ես ուրախ եմ, բայց նաև ցավում եմ։ Պիտի հաշտ լինել այդ իրականության հետ, որովհետև մեծ հաշվով ոչինչ չես փոխի տխրելով։ Իսկ Ավստրալիայի հայերը ինչ երգեր են նախընտրում, երբ օրինակ դու ես, ասենք, մի հատ Սպիտակցի Հայկո։ Գիտեք ինչ, նորից եմ ուզում լավ կողմից ասել, Ավստրալիայի հատկապես հայ հանդիսատեսը բազմաժանր է եւ տարբեր երաժշտական ուղղվածություններ ունի։ Քանի որ ես երգում եմ եւ անգլերեն եւ երգում եմ հայերի համար, հատկապես այն միջոցառումներին, որոնք հենց հայերն են կազմակերպում, երկու կողմում էլ շատ մեծ սիրով եւ շատ մեծ բավականություն ստացած իրենք դուրս են գալիս համերգներից։ Դա լինի, չգիտեմ, խնջույքային երգեր, հայկական մեր պարային են ամենասիրելի, որ անդադար կարող ենք ապրել այդ երգերի ներքո,
Այդ երգերն են անչափ շատ սիրում Whitney Houston-ի համերգներ ես վերջին տարիներին մի քանի հատ Ավստրալիայում ներկայացրեցի, որտեղ նաև էլի հայ համայնքը շատ մեծ սիրով եւ աջակցությամբ իմ կողքին էր եւ ոչ թե ուղակի որովհետեւ մեր հայն է Մաշան է երգում, այլ չէ, իրենք իսկապես սիրում են նաև որակյալ եւ գեղեցիկ ոչ հայկական երաժշտություն նույնպես։ Այդ իսկ պատճառով, այո, կարող եմ ասել, որ բավականին բարձր մակարդակի է մեր հայ համայնքի երաժշտական ճաշակը հենց Ավստրալիայում։ Ինչը ուրախացնում է։ Այո։ 3-1 հաշվով, լավ տրամադրությամբ, ականջներս շատ շոյված, շարունակում ենք եւ լսում ենք վերջին հարցը։ Լսենք։ Որ երգն է ամենաշատը շազամարվել եւ քանի անգամ։ Ես երգնել եմ գրում եւ թիվնել եմ գրում։ Տեսեք ինչ հզոր պատասխաններ եմ տալիս։ Ինչ մեծ թիվա գրելու, հեսա հաղթելու է, 300,000 անգամ ես գրել եմ, Մաշայի կարծիքով 1,830,000 անգամ Despacito երգն է շազամարվել եւ կադրից դուրս մեր ոչ, հուշում են, որ ոչ, տեսնենք ճիշտ պատասխանը։ Լավ, գոնե թվով։ Աշխարհում ամենաշատ շազամված երգը Tones and I Dance Monkey-ն է, ավելի քան 41 միլիոն որոնումով։ Մեղմ միլիոն շազամով 41 միլիոն անգամ։ Գիտեք չէ՞ որ ավստրալացի է Tones and I-ը։ Dance on me, dance on me, oh. Այդ երկը, բայց 40 քանի միլիոն, 40 4-1 հաշվով այլևս հաղթանակած հաշվով Մաշան արխիվում է եւ բայց եթե ռեալ նայենք երկուս էլ պարտվել ենք հա դու էլ էիր իհարկե շատ ոչ մի հարցի հստակ պատասխան չի եղել դե որովհետեւ շատ դժվար է իրականում հստակ պատասխանել մեր ռոբոտիկի տված հարցերին մաշ մեր հայկական էստրադայում քեզ համար օրինակելի արվեստագետներ երգիչներ կան որոնց անուններ ենք ուզում լսել կան արվեստագետներ եթե հենց իմ ասպարեզից խոսենք երգիչ-երգչիներից կան շատերին որ ես իսկապես եւ հարգում եմ եւ շատ հավանում եմ եւ վստահորեն կարող եմ ասել որ իրենց բարձունքի մեջ են եւ տեղ ունեն գտնվելու հենց այնտեղ որտեղ որ իրենք կան իմ տարիքակիցներից շատ հավանում եմ Սոնային Ռուբենյանի իհարկե իմ միակ եւ անկրկնելի Սոնային որ դեռևս ինձ թվում է հայկական շոու բիզնեսում իր կերպարային առումով եւ իր որակապես որպես մարդ երգչի եւ հասկացող երաժշտությունից դեռևս չեմ հանդիպել իր տարիքային այդ խմբում Էրիկին եմ շատ սիրում իհարկե Արամեն Պետրի Իվետային եմ շատ սիրում Եվ որպես անձնավորություններ եմ իրանց շատ հավանում, միգուցե որպես իմն եմ իրենց ընդունում դրա համար առաջինը հենց իրենց անուններն եմ տալիս, բայց նորից հիմա կարող է չհիշեմ, շատ նորից կան տաղանդավոր եւ որակյալ արվեստագետներ, երաժիշտներ, երգիչ-երգչիներ, որոնց իսկապես հավանում եմ, բայց այսքան անուններ տվեցի, որտեղ առաջինը հենց իմ մտքին իրենք եկան։ Սրտիդ մոտ մարդիկ են կարծես թե։ Ես շնորհակալ եմ շատ եւ զրույցի համար, եւ խաղի համար, եւ այդ շատ սիրուն ձայնով մեզ համար երգեր կատարելու համար։ Ուրախ եմ, որ այստեղ էիր, ձեզ հաղթանակ եմ մաղթում երկու աստծուն եւ հուսամ եմ, որ նորից կհանդիպենք։ Երկու աստծից հետո ես ու Արմուշը նորից կհյուրընկալվենք։ Երկուսիդ արդեն այստեղ Արմուշին կնստացնենք այն կողմում եւ կզրուցենք ինչպես հաղթեցիք մյուսներին։ Շնորհակալ եմ շատ թիվ թվաբանության այսօրվա խաղը այսպեսին էր Մաշան եկավ, տեսավ եւ հաղթեց ու գնաց։ Գնացինք հաջողություն։ Թիվ թվաբանություն, ճիշտը կռահելու հմտություն։